Այսօր զրուցելու ենք կրծքով կերակրման վերաբերյալ եւ իմ հյուրն է բժիշկ նեոնատոլոգ կրծքով կերակրման մասնագետ Աննա Տոնիկյանը։ Եթե կա հնարավորություն, այսինքն հակացուցում չի եղել, որ մայրիկը չի կարող կերակրել կրծքով կամ երեխան չի կարող ստանալ կրծքի կաթ, այս դեպքում եթե հնարավորություն կա, մայրիկը կարող է դիմել կրծքով սնուցման մասնագետի եւ փորձել օրինակ վերականգնել կաթը։ Մենք մեր կլինիկայում ունեցել ենք դեպք, երբ մայրիկը սուրոգատ մայրության տարբերակով է ունեցել բալիկին եւ կերակրել է կրծքով։ Շատ կարեւոր է նաեւ նշել Համլետ գործոնի մասին, որ իրենից ներկայացնում է մարդու ալֆա-իմունոգլոբուլին, որը հակաուռուցքային գործոն է։ Ինքը երեխայի օրգանիզմ անցնելով բերանիկի միջոցով 40 տեսակի ուռուցքային բջիջներ կարող է ոչնչացնել։ Այդ ժամանակաշրջանում նայեք, տեսեք ինչքան բան է դիտվում։ 3-ից 4 ամսեկանի քնի հետընթացը ռեգրեսը, 3-ից 4 ամսեկանի կեղծ հրաժարումը կրծքից, նյարդաբանական զարգացումը, երբ երեխան սկսում է ուսումնասիրել շրջապատը, երբ որ երեխան, որը նոր ծնված է, նյարդային համակարգը գերզգայուն է, ցանկացած նոր ազդակին ինքը չի կարող ասի մամա ես հոգնել եմ, ինձ քնացրա, ինքը լացելու է, ուժեղ է լացելու։ Ողջույն, Բուն TV-ի եթերում դուք դիտում եք առողջ ոդքասթը մարդու մտավոր հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր զրուցելու ենք կրծքով կերակրման վերաբերյալ եւ իմ հյուրն է բժիշկ նեոնատոլոգ կրծքով կերակրման մասնագետ Աննա Տոնիկյանը։ Շնորհակալություն բժշկուհի։ Հեռավոր 2014 թվականին երբ քննարկվում էր այս կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ օրենքը, շատ քիչ էր տեղեկատվություն, ընդհանրապես գրեթե չէր խոսվում այս մասին։ Անցել են բավականին երկար տարիներ եւ այս ընթացքում թե տեղեկատվությունն է բավականին շատ, արդեն թե մասնագետներն են առավել շատ որակավորված եւ ավելի շատ են բարձրաձայնում այս հարցի մասին, բայց միևնույն է կան դեռևս բավականին բացեր ու խնդիրներ այս թեմայի շուրջ։ Եվ սկզբում նախ կուզենամ հասկանալ, թե որքանով է փոխվել իսկապես, կրծքով կերակրման խրախուսումը մեր օրերում, եւ այսպես եթե փորձենք հասկանալ, թե կուս թվերով, եթե այդպիսի տեղեկատվություն կա, արդյոք հիմա կանայք մայրերը ավելի շատ են, նախընտրում հենց ընտրել այս ճիշտ բնական ճանապարհը երեխայի առաջին իսկ վայրկյանից, Երևի սկսեմ սրանից 2025 թվականի, 25-ին չկները 24 թվականից, նաև օրենքի մեջ եւս փոփոխություն է արվել, ըստ որի յուրաքանչյուր ծննդատուն, երրորդ կարգի ծննդատուն պետք է անպայման ունենա ավագ բուժաշխատող կրծքով սնուցման մասնագետ եւ միջին բուժաշխատող կրծքով սնուցման մասնագետ։ Երկրորդ կարգի ծննդատունը պարտադիր պետք է ունենա ավագ կամ միջին եւ առաջին կարգը կարա միջին կարգի բուժքույր կրծքով սնուցման մասնագետ ունենա։ Դրանով պայմանավորված իրականում շատացան նաև դասընթացները։ Ազգային ինստիտուտը իրականացրեց դասընթացների շարք 40 ժամյա էր այդ ժամանակ կրծքով սնուցման վերաբերյալ, որը տալիս էր եւ շարունակական կրեդիտներ։ Ինչպես նաև մասնագետները, բժիշկները, բուժքույրերը դիմում էին սովորելու համար։ Այս տարի սեպտեմբերն էր, եթե չեմ սխալվում, Մոմ կենտրոնի եւ Հովնանյան ֆոնդեյշնի աջակցությամբ, եւ առողջապահության նախարարության կողմից իրականացվեց 48 ժամյա դասընթացներ եւ որտեղ մասնակցում էին Հայաստանի ծննդատան 48 ծննդատնից մասնագետներ, այն մասնագետները, ովքեր հետագայում պետք է մնային հենց կլինիկաներում որպես սնուցման մասնագետներ, կրծքով սնուցման մասնագետներ։ Բավականին հագեցած դասընթացներ էր, 48 ժամ էր իրենից ներկայացնում, բոլորը հետաքրքրված էին, շատ հարցեր էին տալիս, այսինքն միայն չէին ֆիքսվում, թե դասընթացի ժամանակ ինչ թեմայի վերաբերյալ խոսելու ենք, թե չէ։ Մարդիկ հետաքրքրված էին, ուզում էին, ցանկություն ունեին, որ հետագայում իրենց մոտ էլ մարզերում, որովհետև շատ են դեպքերը, հիմնականում, գիտեք, մարզերից ավելի շատ ձգտում են գալ դեպի Երևան, դիմել նույն մասնագետի կամ բժշկի, ինչի հետ կապված մարզերում որոշակի բարձի թողի, պասիվ է ավելի։ Իսկ իրենք ձգտում էին, իրենք ասում են ինչպես անենք, որ կարողանանք ավելի դրական այս ամեն ինչը իրականացնել։ Ավարտելուց հետո անցնում էին քննություն ու դրան համապատասխան հունվարին արդեն ստացել են սերտիֆիկատները, ինչի համապատասխան արդեն կարող ենք ասել Հայաստանում Երևանում 48 կրծքով սնուցման մասնագետ բուժ անձնակազմ կա։
Արդյոք սա նպաստում է, որ մայրերը կարողանան այդ որոշումը կայացնել, թե նախ ի սկզբանե փորձենք հա մի հատ այս պահն էլ բացատրել ու ներկայացնել, որ երբեք պետք չի այդպես բռնանալ, շատ այսպես վատ վերաբերվել կնոջ այս ընտրությանը, որովհետև շատ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է, բայց մայրը այդ տեղեկությունը, այդ որոշման գալու համար պետք է հստակ իմանա դրական եւ բացասական կողմերը, ինչ կարող է բերել կրծքով կերակրումը, ինչ կարող է բերել կաթնախառնուրդով կերակրումը, հատկապես երևի թե վերջին շրջանում տեսել եք տեղեկությունը, թե ինչքան կաթնախառնուրդների հետ կանչել լինում։ Ինչով նոյեմբեր ամսվանից, նոյեմբերի վերջից սկսած մեծ քանակությամբ տարբեր կաթնախառնուրդների հետ կանչել լինում։ Ինչի հետ կապված մայրիկները, ովքեր կերակրում են կաթնախառնուրդով, շատերի մոտ առաջանում է վախի զգացողությունը։ Ինչպես անի, ոնց անի, շատ կարևոր է օրինակ այդ ընթացքում գոնե փորձել մաքսիմալ անվտանգ տարբերակով պատրաստել կաթնախառնուրդը։ Այդ Սուսաննա Ալբերտովնայի ասած տարբերակով, ինչպես նաև Հասմիկ Լալայանի ասած տարբերակով, ցանկալի է ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին ասում է կաթնախառնուրդը պատրաստեք 70 աստիճանի ջրով, թեպետ եւ տուփերի վրա հիմնականում գրված է 40 աստիճանի մասին։ 70 աստիճանի համար արդեն մայրիկներ ունեն իրանց թեյնիկները, որոնց վրա երբեմն լինում է ջերմաստիճանով կամ հատուկ ջուր տաքացուցիչ սարքերը, որոնք ջերմաստիճանը նշում են, եւ որպես ալտերնատիվ, եթե նման հնարավորություն չկա, պարզապես 1 լիտր ջուրը եռացնում ես, 30 րոպե թողնում ես, ինքը հատ դառնում է 70 աստիճանի, որից հետո պահպանելով հիգիենայի կանոնները, այդ ամենակարևոր պայմանն է։ Պատրաստում են կաթնախառնուրդը տալիս են, բայց եթե կա հնարավորություն, այսինքն հակացուցում չի եղել, որ մայրիկը չի կարող կերակրել կրծքով կամ երեխան չի կարող ստանալ կրծքի կաթ, այս դեպքում եթե հնարավորություն կա, մայրիկը կարող է դիմել կրծքով սնուցման մասնագետի եւ փորձել օրինակ վերականգնել կաթը, եթե մայրիկը ունի ցանկություն, ինչը իրականում հնարավոր է ներկայիս պայմաններում ինֆորմացիայի գիտելիքի հետ մեկտեղ մայրիկների շատ մայրիկներ կարող են վերականգնել։ Կարող օրինակ մի ամիս չկերակրի, որից հետո վերականգնի, կարող է ընդհանրապես մենք մեր կլինիկայում ունեցել ենք դեպք, երբ մայրիկը սուրոգատ մայրության տարբերակով է ունեցել բալիկին եւ կերակրել է կրծքով։ Այսինքն ինքը շատ լավ օրինակ է իսկապես։ Ինքը շատ կարևոր է ու երբ որ մայրիկները լսում են այդ ամենի մասին, դու հասկանում ես, որ իրականում սահմանները մեծ մաս դեպքերում մեր գլխում են։ Եթե ինչքան դու կրթված ես, ինչքան դու ուսումնասիրում ես, ինչքան դու տեղեկություն ես ունենում, այնքան ավելի հեշտությամբ է ամեն ինչը լինում։ Ճիշտ է, որոշակի չափով նաև երբեմն շատ ինֆորմացիայի պատոկը եւս խանգարում է, որովհետեւ դու չես կարող հասկանալ որն է ճիշտ, այո, հատկապես վերջին շրջանում բլոգերների կողմից մայրիկների մոտ առաջանում է, բայց ինձ մոտ չի ստացվում, ինձ մոտ չի ստացվում, մեղքի զգացողությունը եւ այլն։ Կաթնախառնուրդով կերակրող մայրիկը իրեն մեղադրում է, որ ինքը կաթնախառնուրդով է կերակրում, կրծքով կերակրողը իրեն մեղադրում է, որ թե բա ինչի ես այդքան ազատ չեմ եւ նման բաներ, բայց իրականում մեծ մաս դեպքերում սա սահմանափակումները մեր գլխում են եւ շատ կարեւոր է որ մայրիկներին նաեւ աջակցեն ընտանիքի անդամները այդ ամենաառաջնայիններից մեկն է դրա համար հաճախ կա այդպիսի արտահայտություն չէ նաեւ որ կերակրում են գլխով այսինքն ամեն ինչ ի վերջո մեր գլխում է եւ մեր այդ ինքնավստահությունը դրսից եկող ազդակները մեծ ազդեցություն են թողնում այս process-ի վրա վերադառնալով սկիզբ այդ առաջին երեխայի ծննդի 1 ոսկե ժամը հա որը սովորաբար եւս նշվում է Սա երևի թե ամենաբարդ շրջանն է ընդհանուր առմամբ, որովհետև նոր է նույնիսկ եթե մարդը թեկուզ ունի փորձառություն, միևնույն է յուրաքանչյուր բալիկի հետ շատ առանձնահատուկ է լինում այս գործընթացը։ Եվ այստեղ ես կխնդրեմ այս հարցին պատասխանելիս երկու մասով էլ անդրադառնանք, որովհետև մայրերը, ովքեր ունենում են կեսարյան հատման միջոցով երեխային, իրենց մոտ այդ բաց ժամերի էապես ազդեցություն է թողնում բնական ծննդի պարագայում մի փոքր այս գործընթացը կրճատվում է կարելի ասել ինչպես ավելի լավ կազմակերպել այս կարևորագույն առաջին ժամը եւ որոնք են հիմնական սխալները որ մայրերը կամ թեկուզ աջակցող մասնագետները թույլ են տալիս
Դե ինչպես նշեցիք, ոսկե ժամը ամենակարևորն է։ Այս դեպքում մի հատ հետազոտության մասին ասեմ, կա հետազոտություն, եթե չեմ սխալվում, ամերիկյան հետազոտություն է, ըստ որի երեխային ծննդաբերությունից անմիջապես հետո երբ որ դնում ես փորիկի վրա, ինքը միջինում 20-23 րոպեվա ընթացքում ինքնուրույն սողալով կարող է գնալ հասնել կրծքի վրա։ Եվ նույն հետազոտությունը իրականացրել են փոքրիկի կեսարյան հատման ճանապարհով ծնվելու պարագայում, երբ երեխան ծնվել է մայրիկին արդեն կարել են տեղափոխել են երեխային դրել են փորիկի վրա, որ սպասում ես, որ պետք է էլի երևի թե ավելի արագ լինի, ամեն դեպքում փոքրիկը մոտ 40-ից 50 րոպեվա ընթացքում է նոր հասնում կրծքին։ Որպես այդպեսին էական նշանակություն չունի լակտացիայի ազդեցության առումով մայրիկը կծննդաբերի բնական ճանապարհով թե կեսարյան ճանապարհով, այստեղ կարևոր է մաքսիմալ մայրիկներին կեսարյան հատման ճանապարհով աջակցել, ցույց տալ մաքսիմալ հարմար դիրքերը կրծքով կերակրման համար, որպեսզի իրենց վիրահատության ժամանակ ճնշում չգործադրվի փորիկի համար, հաշվի առնելով որ մայրիկները մի քիչ ավելի դժվար են, ցավը ավելի շատ է ի տարբերություն բնական ծննդաբերությունից։ Եվ ստեղ նշանակություն ունի միայն այն, որ սովորաբար երեխան բնականի ժամանակ գտնվում է մամայի կողքին, առաջին ոսկե ժամը իրականացվում է, երեխան կրծքի վրա է, մաքսիմալ ավելի հաճախակի է մայրիկը արձագանքում երեխայի պահանջին, ավելի շուտ է մոտեցնում կրծքին, ի տարբերություն կեսարյանի, որի ժամանակ մաման գտնվում է հետծննդյան բաժանմունքում, երեխան գտնվում է նորածնային բաժանմունքում։ Տարբեր կլինիկաներ փորձել են տարբեր լուծումներ իրականացնել, միտեղ երեխան մայրիկը անմիջապես է տեղափոխվում հետծննդյան պալատ, որտեղ երեխան իր հետ է գտնվում։ Մի կլինիկայում երեխան ու մայրիկը բոքսում միաժամանակ են գտնվում, միտեղ ավելի հաճ շուտ են իջեցնում, միտեղ բուժքույր կա առանձնացված, որը անընդհատ բարձրացնում է փոքրիկի, մոտեցնում է կրծքին։ Փորձում ենք լուծում տալ, ճիշտ է, պետք է էլ ավելի աշխատել այդ ուղղությամբ։ Եվ որից հետո արդեն պալատ տեղափոխվելուց հետո մաքսիմալ պետք է աջակցել մայրիկին, օգնել, եթե կա խնամող, խնամողի հետ միասին փորձել մաքսիմալ մայրիկին օգնել, որպեսզի ինքը կարողանա իրականացնել կրծքով կերակրումը։ Այդ առաջին կաթնախեժ կոչվածը, հա, բնությունը կարծես այնքան իդեալական է այս իմաստով, որ յուրաքանչյուր էտապներում կաթի կառուցվածքը կարծես եւ բաղադրությունը որպես այդպեսին փոփոխման է ենթարկվում։ Կպատմեք նաեւ այս իմաստով ինչքանով է կարեւոր հենց բաց չթողնել այդ սկզբի էտապը եւ կաթնախեժ ամեն դեպքում երեխային հասցնել։ Տեսեք, ընդհանուր հասկանալու համար շատ դեպքերում հիմնական խնդիրը նույնն է կեսարյանների ժամանակ մայրիկների մի մասը, չեմ ասում բոլորը, որտեղ ամեն դեպքում հիմա մայրիկներ շատ ավելի տեղեկացված են, նշում են դե կաթնախեժն է, արդյոք այս ջրիկա, կտանք թափենք, հա, արդյոք անհրաժեշտ է թե չէ, կեսարյան է, հնարավոր է դեղորայքը, որը արվել է, դա էլ չի կարելի։ Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, հասկանալ, թե ինչպես առաջանում մեր արյունը, մեր կաթիկը ավելի շուտ, ինքը արյան մի մասն է։ Կաթնախեժը արտադրվում արդեն իսկ հղիության մոտավոր 17 շաբաթականից սկսած։ Գեղձային հյուսվածքում արդեն սկսում ենք արտադրվել։ Մայրիկներ կան, որոնք նշում են արդեն այդ ժամկետներից կաթիկի հոսք, խեժի ընթացանում է պտուկի շրջանում։ Մայրիկներ կան, որոնք չեն նշում, դա չի նշանակում, որ մեկի մոտ կաթը շատ կլինի, մյուսի մոտ քիչ կլինի, այդ նշանակություն չունի։ Երեխայի ծնվելուց հետո արգանդից պլացենտան ընկերքը դուրս է եկել, պրոգեստերոնի ազդեցությունը իջնում է, պրոլակտինի մակարդակը միանգամից բարձրանում է։ Ինչի հետևանքով արդեն մամայի մոտ հորմոնալ բում է, այսպես ասած լինում։ Ինչի հետևանքով կաթնախեժը ավելի հեշտությամբ գալիս է։ Այստեղ կարևորը որ մայրիկը հաճախակի կերակրի։ Իսկ մեր կաթնախեժը ինքը ամենասննդարար կաթիկն է։ Ինքը կալորիականությամբ աննկարագրելի բարձր կալորիականություն ունի։ Ինքը ունի իմունային պաշտպանություն, այսինքն մեր փոքրիկի առաջնային իմունիտետն է ապահովում կաթնախեժի միջոցով։ Ինքը հարմարված է ամեն բալիկի համար։ Անհասիկ է ծնվել, անհասիկի կաթնախեժը այլ կազմա ունենալու, հասուն է ծնվել, հասունի կաթնախեժը այլ կազմա ունենալու։ Պարունակում է անհրաժեշտ բոլոր գործոնները։ Շատ կարևոր է նաև նշել Համլետ գործոնի մասին, որը իրենից ներկայացնում է մարդու ալֆա-իմունոգլոբուլին, որը հակաուռուցքային գործոն է։ Ինքը երեխայի օրգանիզմ անցնելով վերանիկի միջոցով 40 տեսակի ուռուցքային բջիջներ կարող է ոչնչացնել։ Ի սկզբանե, այո, այսինքն դուք դրանով կարողանում եք ապահովել նաև փոքրիկին
ուռուցքներից պաշտպանել։ Չհաշված, որ կրծքով կերակրումը ինչքան կարևոր է նաև մայրիկի համար, որտեղ մայրիկի մոտ էլ է իջեցնում ձվարանների առաջացման, ձվարանի քաղցկեղի առաջացման ռիսկը, արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նաև կրծքագեղձի, այո, առաջնայինը։ Ամենաառաջինը, իսկ երեխայի միկրոբիոմի վրա եւս չէ, սա կարծես ազդեցություն է թողնում այդ։ Որովհետև հատկապես էլի նշեմ կեսարյանների ժամանակ, եւ որ կեսարյանի ժամանակ երեխան ծնվում է ստերիլ միջավայրում, այսինքն ինքը առաջին բնականի ժամանակ պետք է անցնի մամայի միկրոֆլորայով, հարստանա, հետո դրվի մամայի փորիկի, մաշկի շփումը իրականացվի, հարստանա մամայի միկրոֆլորայով, պլյուս մոտենա կրծքին ու ուտի կուրծքը, ինչը եւս ապահովում է միկրոբիոմը։ Իսկ կեսարյանի ժամանակ ինքը ստերիլ է ծնվում։ Դրա համար որքան հնարավոր է շատ պետք է իրականացնել կեսարյանից հետո եւս մաշկին շփում։ Ոչ միայն թուշիկին, այլ նաեւ հնարավորության դեպքում ճիշտ է, այս պահին մի փոքր ավելի դժվար է դա իրականացնելը, որովհետեւ ֆիզիկապես տեղի հատվածը ամեն դեպքում որոշակի չափով սահմանափակված է, չեն կարողանում լիարժեք դնել մամայի կրծքավանդակին անմիջապես կեսարյանից հետո, բայց գոնե արդեն հետծննդյան շրջանում, երբ որ երեխան գտնում է մայրիկի հետ, պետք է մաքսիմալ իրականացնել մաշկին շփումը, ինչու ոչ նաև հայրիկի հետ մաշկին շփումը, որը եւս երեխայի միկրոֆլորան կհարստացնի։ Պլյուս դե կրծքով սնուցման միջոցով ապահովել մաքսիմալ միկրոբիոմը։ Միամիտ հարց տամ ես իմաստով, երբ կեսարյան հատման պարագայում կեսարյանի դեպքում, հա, երեխան գտնվում է մայրիկից հեռու, ենթադրում եմ, որ նաև այդ անհանգստությունը լաց է առաջացնում եւ այլն։ Արդյոք այս դեպքում որևէ միջամտություն չի արվում բժշկական անձնակազմի կողմից սովորաբար կաթնախառնուրդի տեսքով։ Ամեն դեպքում ձգտում են չանել։ Եթե երեխան լացում է, անհանգիստ է, սովորաբար այդ առաջին 2 ժամերի ընթացքում են հնարավորության սահմաններում բարձրացնում են մայրիկին են մոտեցնում փոքրիկին։ Ու ինչքան շուտ մայրիկը տեղափոխվի հետծննդյան բաժանմունք, ինքն ավելի շուտ փոքրիկը կհայտնվի իր կողքին։ Արտասահմանում նման պրակտիկա կա նախածննդյան կաթնախեժի կթում, երբ մայրիկը կթում է կաթնախեժը, օրինակ եթե ինչ-ինչ պատճառներով ավելի երկարատև մայրիկը պետք է երեխայից առանձին գտնվի, որ ներարկիչով քիչ կաթիլ փոքրիկին տան, որը կապահովի համ ավելի շատ մայրական կաթիկի կստանա փոքրիկը եւ մայրիկը ամեն դեպքում ավելի հանգիստ ու կոմֆորտ զգում այս բaragայում, որտեղ գիտի, որ իր փոքրիկը ստանում է անհրաժեշտ քանակությունը։ Մենք խոսեցինք մասնագետների վերապատրաստումից, ինչը մեծ առաջընթաց է իրապես մեր օրերում, սակայն դեռևս կան իրավիճակներ, երբ այդ դուրսգրման գործընթացում հատկապես, հա, որ 1-2 օր արդեն բալիկը եւ մայրը գտնվում են բժշկական հաստատությունում, եթե տեսնում են, որ քաշը չի համապատասխանում, որպես կանոն միանգամից խորհուրդ են տալիս օգտագործել կաթնախառնուրդ, որ այդ դժվարությունները ոնց որ դուրս մնան բժշկական հաստատության շրջանակներից եւ տանը փորձեն կարգավորել կամ գուցե չկարգավորել, սա շատ այս հատվածին ուշադրություն չի դարձվում։ Ինչ կարելի է այստեղ անել, որ մի փոքր իրավիճակը կարողանանք փոխել։ Տեսեք, որպես այդպեսին, եթե հստակ ցուցում պետք է լինի, որպեսզի կաթնախառնուրդ նշանակվի։ Այսինքն, եթե երեխայի քաշի կորուստը 10%-ից ավել է եւ մայրիկը կթելով ամեն դեպքում լրացուցիչ չի կարողանում քանակությունը ավելացնել երեխայի մոտ արկայի դեղնություն, որի ժամանակ պետք է կթածը տա, բայց մայրիկը օրինակ չի հասնում, հնարավոր է այդ ժամանակ որոշակի քանակությամբ նշանակվի, բայց այդ չի նշանակում մայրիկը պետք է գնի կաթնախառնուրդը բերի։ Բաժնում սովորաբար լինում է, եթե անհրաժեշտություն է լինում, կարող են դա տալ, որովհետեւ միևնույն է, եթե գնաց դրած կա կաթնախառնուրդը, հատկապես առաջնացին մամայի մոտ ոնց է լինելու, երեխան լացեց, վայ, ուրեմն սոված է, կողքից տատիկը կգա, կասի, վայ, սոված է, սպասի տանք։ Իսկ այս տարբերակում, երբ որ դու իրենց չես ասում գնի բեր, այլ եթե անհրաժեշտությունը լինում է մեկ անգամ կարող է 10 աջակցես, այդ ռիսկը մի քիչ ավելի նվազում է։ Հետևաբար հավանականությունը, որ մաման հետո կգնա անընդհատ կաթնախառնուրդ կտա, մի քիչ ավելի քիչ է լինում, բայց ռեալ լինում են դեպքեր, երբ որ պահանջում են, ասում են, չէ, մեզ ասեք կաթնախառնուրդ բանանենք։ Մենք գնենք, բերենք, մեզ պետք է։ Դա սովորաբար ավելի շատ դիտվում է կրկնածին եռածին մայրիկների մոտ, ովքեր նախկինում նշել են, որ ես առաջինին լավ չեմ կերակրել, առաջին օրերը սովորաբար այդպես է եղել, կաթից բավարար չի, ու այդ պահին իրականում դու ինչքան իրեն բացատրում ես, որ ինքը բավարար է, քո փոքրիկին համապատասխան է։ Նույն օրինակ կաթնախեժը ինչի է
տպավորությունը կարծես քիչ քանակությամբ կամ կրծքերը կարծես լցված չեն, որովհետև մեր փոքրիկի ստամոքսը առաջինը բալի չափ, պատկերացրու 5-ից 7 մილი, նույնիսկ այդ պահին դու իրեն կատնախառնուրդ տաս, իսկ դու պատրաստել ես կոպիտ 30 մილი, որովհետև դու պակաս չես կարա պատրաստել, ինքը այդքանը չի ուտելու, այո, ինքը այդքանը ի վիճակի չի լինելու ուտել, ինչի հետևանքով քիչ-քիչ, շուտ-շուտ հաճախ ուտելով երեխան մամայի օրգանիզմին ազդակա տալիս, որ ամեն ինչ լավ է վերջացել, համ իր ստամոքսն է քիչ-քիչ մեծանում, համ մամայի կաթի ծավալն է մեծանում։ Սովորաբար դրանով պայմանավորված 3-րդ օրվանից, 3-4-րդ օրվանից մոտավոր կաթնախեժը փոխվում է դառնում անցումային դրա համար։ Մամաները միշտ ասում են կաթս լցվեց 3-րդ օրը, որովհետև այդ ժամանակ անցումային շրջանը, անցումային կաթիկն է, որը միջին հասուն ու կատնախեժի միջև գտնվող կազմով է, ինքը ավելի առատ է, այդ ընթացքում կրծքերը ավելի լցված լինեն ու մայրիկներին թվում է, որ միջև այդ երեխային սոված էին թողում ու եւ հիմա նոր իրենք սկսել են կերակրեն։ Այս դեպքում էլ առաջանում է մյուս խնդիրը, մամաները նստում են մեխանիկորեն սկսում են շատ կթել։ Բա լցված է, որովհետև իրականում շատ կթում են, մեխանիկորեն օրգանիզմին ազդակա գնում, որ շատ պետք է ավելի շատ, ու process-ը, որը սովորաբար 2-3 օրվա ընթացքում պետք է կարգավորվեր երեխայի ծծելով, օրգանիզմը կհասկանար ինչի պահանջ ունի, դրան համապատասխան կարտադրել, մաման մեխանիկորեն շատ կթելով բերում է նրան, որ մամայի մոտ առաջանում է գերլակտացիա, գերառաջարկ։ Հետո առաջանում է մյուս խնդիրը, ոնց անել, որ կրծքերը չքարանա, լակտոստազները չառաջանան, մաստի չառաջանա, ու այդ առումով շատ կարևոր է, որ ծննդատանը եղած ժամանակաշրջանում կրծքով սնուցման մասնագետը ճիշտ տեղեկությունը տրամադրի մայրիկին։ Մայրիկը պետքա պատկերացում կազմի ինչից հետո ինչ է գալիս, ոնց կարա խնդիրը լուծի, ինչպես կարող է դա անել։ Եվ հետագայում նաև շատ կարևոր է օրինակ նույն սնուցման մասնագետի արկայությունը կամ գոնե վերապատրաստում անցած մանկաբույժներ առաջնային պահպանման օղակներում, պոլիկլինիկաներում, որտեղ հիմնականում էլի երբ է առաջանում խնդիրը, երբ որ մայրիկները դադարեցնում են կամ անհանգիստ են լինում, այդ 20-21 օրեկանում կտրուկաճի օրերին համապատասխան։ Երեխան մինչ այդ նորմալ ուտում են, մեկը սկսում է անհանգիստ լինել, ուտել, մի քիչ լացում Կարծես բավարարված չլինի մայրիկին թվում է, որ իր կուրծքը լիարժեք լցված չի, որովհետև այդ ժամանակաշրջանն է սովորաբար համընկնում է անցումային կաթիկի, հասուն կաթիկի անցման շրջանի հետ։ Երեխանի կոլիկաների շրջանն է այդ ժամանակ ակտիվացվում, ինչ են անում, զանգահարում են մանկաբույժին, մանկաբույժը ասում է՝ «Դա լավ, անհանգիստ է, կատնախառնուրդ տվեք»։ Այսինքն ստեղ առաջանում է մյուս խնդիրը, որ բացի ծննդատանը աջակցելուց բացի, նաև պետք է իրականացնել առողջապահական պոլիկլինիկաներում էլ համապատասխան աջակցություն, ոչ թե ամեն մի լացը միայն սովածության հետ եւ ասել, գիտես ինչ կա կատնախառնուրդ տուր, երեխան սոված է։ Հա, երբեմն լինում է իրավիճակ, որ կա անհրաժեշտություն, օրինակ երեխան 1 ամսական է, բայց ինքը չի վերականգնել, ոչ իր ծննդյան քաշն է վերականգնել, ուրեմն մնաց մի հատ է պակասեցրել է։ Փաստացի դա խոսում է երեխայի ջրազրկման ոչ բավարար կաթիք ստանալու մասին։ Այդ դեպքում, այո, այդ դեպքում իհարկե պետք է նշանակել, որովհետեւ փաստացի երեխան մի ամսվա ընթացքում արդեն ինքը պետք է մինիմում գոնե 500 գրամ ծննդյան քաշի վրա ավելացրած լինել։ Իսկ եթե դա չի ավելացրել, խոսում է ոչ բավարարի մասին։ Եվ մյուս խնդիրը, որ 3-ից 4 ամսեկանների, ինչ եմ ասում, որովհետև այս վերջին շրջանում դասընթաց է լինելու էլի կրծքով սնուցման վերաբերյալ, որտեղ քննարկվել է այդ թեման, 3-ից 4 ամսեկանում հիմնականում դադարեցումը կամ կրծքով կերակրման ավարտը առավել հաճախ դիտվում է 3-ից 4 ամսեկանում, որովհետև այդ ժամանակաշրջանը ամենազգայուն ժամանակաշրջանն է փոքրիկների համար։ Այդ ժամանակաշրջանում նայեք, տեսեք ինչքան բան է դիտվում։ 3-ից 4 ամսեկանի քնի հետընթացը, ռեգրեսը։ 3-ից 4 ամսեկանի կեղծ հրաժարումը կրծքից, նյարդաբանական զարգացումը, երբ երեխան սկսում է ուսումնասիրել շրջապատը, ու այդ ամենի հետ մեկտեղ երեխան արդեն սկսում է ոչ թե այն ակտիվ քաշ ունենալ, քանի որ ավելացման առումով, այլ ինքը արդեն դառնում է ավելի շարժունակ, քաշի ավելացման տենդենսն է որոշակի չափով նվազում, ու դու ոչ մի տարբերակով չես կարողանում կերակրես, դու ոչ մի տարբերակով իրեն չես կարողանում քնեցնես, ու սպահին քեզ թվում է, որ վсё, երեխան փչացել է, կաթն է փչացել, ինչ որ մի բան է ինչի, ու էլի այդ պահին առաջնային իրենց ով օգնության պետք է գա, մանկաբույժը, պոլիկլինիկայի կապ են հաստատում, 5 րոպե է ուտում, լավ չի քնում, ու էլի նորից առաջանում է խնդիր, թե բա կատնախառնուրդը տալիս են, երեխան կարծես կարգավորվում է որոշակի չափով, բայց այդ մեկտեղ ինքը սկսում է արդեն հրաժարվել լիարժեք կրծքից։ Ինչի հետևանքով մայրիկները քիչ-քիչ դադարեցնում են լինում որպես կանոն, երբ 1-2 օրինակ արդեն կատնախառնուրդի փորձ է արվում, ինքը արդեն ակամայից սկսում է չի վստահում ինքն իրեն, համ մայրիկը չի սկսում է ինքն իրեն չվստահի, ինքը փաստացի գիտի երեխան կերել է,
բայց միևնույնն է, եթե օրինակ ինքը միջև այդ պահը ուտում էր ու քնում էր, ինքը այդ պահին կարա չքնի արդեն փոքրիկը, բայց ոնց որ այդ անցումը մենք լիարժեք չենք պատկերացնում, մեզ պետք թվում է, որ ինքը պարտադիր պետքա քնի, բայց ռեգրեսն է, փոփոխություն է քնի, երեխան շեղվող է ավելի դառնում, իրեն այդ ամեն ինչը ավելի հետաքրքիր է, իրեն ավելի հետաքրքիր է շրջապատը, քան մամայի ծիծիկը ուտելը, բայց հետաքրքիր փաստ, որ երեխաները ովքեր շշով են կերակրվում, եւս այդ ժամանակաշրջանում ունենում են հրաժարում, ինչպես շշից, այսինքն դու շիշը մոտեցնում ես, ինքը ձեռքերով, ոտքերով հրում է շիշը, լացում է, շրջում ես երեխային հակառակ ուղղությամբ, ինքը իրեն մաքսիմալ կոմֆորտ է զգում, խնդում է, կչկչում է, աղուներ անում, շրջում ես հակառակ կամ շիշն ես էլի մոտեցնում, ինքը նորից սկսում է հրաժարվել կրծքից։ Արդեն փոխվում են այդ հետաքրքրությունները։ Այո, ու դրա համար իրականում շատ կարևոր է, որ հա մայրիկներին նման տեղեկություն է տալ, որ մայրիկը հասկանա, նորմալիզացնի այդ ամեն ինչը, չվախենա այդ շրջաներից։ Ինչի վերաբերյալ երևի թե ամենաշատ տեղեկությունը հիմնականում սոցկայքերի միջոցով են ստանում մայրիկները։ Տարընկալումները կրծքով կերակրման շուրջ բազմազան են, դրանք միշտ եղել են, պարբերաբար փոփոխվում են, ինչ որ նոր նաև հետազոտություններ են արվում, դրանք են որպես հիմք բերվում եւ այլն։ Եթե նաև դրանց փորձենք անդրադառնալ, գոնե մի քանի, հա, ամենապես պոպուլյարներին, որպես կանոն ասում են, որ ինչ որ ժամեր պիտի չլինի կերակրման համար։ Հիմա սա որքանով է ճիշտ եւ իրականում ինչ սկզբունքով պիտի առաջնորդվեն կերակրելիս։ Նոր ծնված փոքրիկը առնվա ամենաուշը 3 ժամը 1 պետքա մոտեցվի կրծքին։ Սովորաբար ծննդաբերությունից հետո առաջին 2-3 ժամերի ընթացքում իրանք բավականին ակտիվ են, բայց դրանից հետո կարծես մի քիչ ավելի հանգիստ քնում են։ Մայրիկներն ծննդաբերությունից հետո սովորաբար հոգնած են լինում, տենց մնում են, ասում են, դե քնել է, ուրեմն կուշտ է, բայց իրականում այդ պահին դեռևս երեխայի օրգանիզմը ստրեսի մեջ է, ինքը դեռ չի ընկալում, ինքը սոված չի, ինչ պետք է անի, ոնց պետք է անի, ինչի հետևանքով, եթե մի քիչ ավելի երկար ինտերվալ ենք թողնելու, մեծ է հավանականությունը, որ երեխան կամ շատ քնկոտ կլինի կուրծքը բռնելու համար, այսինքն դու կամ պետքա կթես, մի քիչ իրեն ակտիվացնես, արթնացնես, դու մոտեցնես, կամ հակառակը շատ ագրեսիվ, որովհետև ինքը շատ սոված է լինելու։ Դրանից հետո խորհրդատրվում առնվազն 2-3 ժամը 1 երեխային կերակրել։ Հետևելով երեխայի նշաններին, երեխան պարտադիր չի բուջելնիկ դնես 3 ժամը լրացել է, վсё, պետք է իրեն կերակրել։ Սովորաբար փոքրիկը ինքը ցույց է տալիս նշանները, դրանք են իր փնտրման, ծծման ռեֆլեքսները եւ ճպճպացնում է, թաթիկներն է տանում դեպի բերենը։ Այո, ինքը չպիտի լացի, գոռա, որ մենք նոր իրեն մոտեցնենք։ Մենք պետք է իրեն հետևենք։ Երեխան ցույց տվեց նշանները, մոտեցնում ենք կրծքին։ Ինչքան ինքը ուտի, միջինում ցանկալի առնվազն 15 րոպե ինքը ծծի կուրծքը։ Այդ ամենից հետո արդեն ըստ իրավիճակի 2-3 ամսեկանում երեխան օրինակ կարող է արդեն ավելի կարճ ուտել, ավելի երկար ինտերվալներ ունենալ կերակրումների միջև։ Ինքը, եթե նոր ծնված փոքրիկը պիտի ուտի կեղտոտի քնի, մի փոքր ավելի մեծ բալիկը ինքը պետք է ուտի, ուսումնասիրի աշխարհը, հետո նորից ուտի, հետո նոր քնի, այո։ Դրա համար օրինակ շատ կարևոր է նաև այդ ընթացքում հետևել արթուն մնալու ժամերին փոքրիկի, որովհետև երբ որ երեխան, որը նոր ծնված է, արդեն համակարգը գերզգայուն է, ցանկացած նոր ազդակին ինքը կարող է, ինքը չի կարող ասի մամա, ես հոգնել եմ, ինձ քնացրա։ Ինքը լացելու է։ Ուժեղ է լացելու է կուրծքը բռնի, թողի, ծնոտով սեղմի, թողնի, նորից բռնի, նորից լացի, որովհետև իր համար դեռ այսպես ասած հանգստացման հստակ պատենտներ չկա, իր համար հանգստանումը, ինքը հանգստանում է այն ժամանակ, երբ ինքը ծծում է։ Ինքը ծծում է, մամայի կուրծքից կաթիկը գալիս է, մամայից ինքը ստանում է հանգստացնող գործոններ, ինչից նաև երեխան ավելի հանգիստ է լինում։ Բայց դեռ առաջանում է նաև մեկ այլ հարց, եթե այդ ընթացքում մաման անհանգիստ է լինում, մաման ալարված, մաման ահոզված, երեխան կարող է ավելի շատ անհանգիստ լինել։ Սա փոխանցվում է այո, երեխան մամայի արտացոլանքն է։ Ինչքան մաման հանգիստ է, այնքան փոքրիկն էլ ավելի հանգիստ լինելու, ինչքան մայրիկը ավելի անհանգիստ է, այնքան փոքրիկն էլ ավելի անհանգիստ լինելու։ Հետաքրքիր հարց է նաև քննարկվում սրա հետ կապված, որ օրինակ ստրեսի ժամանակ, չէ, սովորաբար նույնիսկ խորհուրդ են տալիս, ասում են, չէ, այս ստրեսի ժամանակ մի կերակրի երեխային, բայց իրականում հենց նույնիսկ այդ մակարդակում եւս չէ, կաթի կազմը, բաղադրությունը փոխվում է նաև ըստ այդ ստրեսի եւ արդյոք ունի բավարար հնարավորություն մեր օրգանիզմը այդ իմաստով, հա։ Ցանկացած իրավիճակում մեր օրգանիզմը պաշտպանելու է մեր երեխայի պահանջները, այսպես ասած։ Ինքը միևնույնն է արտադրելու այնպիսի կաթ, որը օգնելու է փոքրիկին։ Նույն որպես տարբերակ վերցնենք ատամների ծտկման ժամանակաշրջանը։ Երեխան ծծում է հետազոտություններով արդեն ապացուցված է, որ հետադարձ
ազդակ է գնում դեպի մամայի օրգանիզմ։ Մամայի օրգանիզմը այն վերամշակում է, հասկանում է ինչի կարիք ունի երեխան։ Ցավ ունի, ուրեմն իր մոտ կարտադրվեն համապատասխան ցավազրկող մեդիատորներ, որոնք երեխայի ցավը կմեղմեն։ Երեխան ջերմում է, կուրծքը կուտի, ամենայն հավանականությամբ մի կես ժամ հետո երեխայի ջերմությունը իջած կլինի։ Սա էլ է կարծես միֆ չէ, որ ջերմում է ջերմության ժամանակ, այո, չէ, մայրիկը, այո, պետքա կերակրել, պետք է պարզապես պահպանելով հիգիենայի կանոնները։ Միևնույնն է, դու կաթիկի միջոցով փոխանցել ես հակամարմիններ, իմունոգլոբուլիններ, այն ամենը, ինչ պետք է երեխային պաշտպանության համար։ Դու COVID-ի ժամանակաշրջանում, սկզբի շրջանում ինչ էին ասում, վայ համատեղ չմնան, վայ մաման կրծքով չկերակրի եւ այլն, որից հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ հակառակը երեխան պետք է մայրիկի հետ լինի եւ կերակրվի կրծքով, որտեղ այն հակամարմինները, որոնք փոխանցվում են մայրիկից, ոչ մի այլ տարբերակով դու չես կարող փոխանցել քո փոքրիկին։ Հետևաբար ցանկացած հիվանդություն, ցանկացած չէ, կան հակացությունները, բայց ինչքան դու կերակրես, եթե իրավիճակը անհրաժեշտ է, ապա հանգիստ կարելի է կերակրել։ Եվ դեղորայքների հետ կապված նույնը, կան դեղորայքներ, որոնք հակացուցված են կրծքով կերակրման ժամանակ, կամ եթե դու օգտագործել ես, որոշակի ժամանակաշրջան պետք է անցնի, որից հետո նոր կարող ես երեխային կերակրես, այո, ու դա մենակ մի անգամ կթել թափելով չի, որովհետև դեղորայք ունի իր կիսատրոհման բարբերությունը, օրգանիզմում կուտակվում է, այո, ինչի հետևանքով որոշակի ժամանակաշրջան պետք է անցնի, նոր օրինակ վերցնենք նիմիսիլի տարբերակով։ Ամենաբարձ տարբերակը, որովհետև երբեմն հենց դա են առաջինը որպես տարբերակ առաջում ցավազրկում եւ այլն նիմիսիլը ինքը իր կիսատրոհման բարբերությունը, եթե ճիշտ եմ հիշում, մոտավոր 3-ից 4 ժամ է, հետեւաբար ինքը կրծքի ինքան համատեղելի է կրծքով կերակրման հետ, բայց միջինում, այսինքն ստացվում է ինքը 15-ից 20 ժամ պետք է անցնի, այսինքն օրգանիզմից ինքը այդ ժամանակաշրջանում նոր դուրս կգա լիարժեք եւ կրծքի կաթից ինքը լիարժեք այդ ժամանակաշրջանում դուրս կգա, որից հետո նոր կարելի կլինի երեխային մոտեցնել կրծքին։ Իսկ ժամանակակից հակաբիոտիկները մեծ մասը իրենք համատեղելի են, կրծքի կաթի մեջ չեն անցնում, այսինքն որևէ սահմանափակում այս պարագայում չկա։ Մայրիկները հանգիստ կարող են ստանալ ինչպես իրենց բուժումները, եթե անհրաժեշտություն կա ատամների հետ կապված, որովհետև հիմնականում գիտեք կրծքով կերակրման ժամանակաշրջանում կալցիի նշում են, որ կալցին դուրս է գալիս եւ այլն, առաջանում են կարիեսներ մայրիկների մոտ, ոնց որ մայրիկները ավելի շատ սկսում են ուշադրություն դարձնել փոքրիկներին եւ մոռանալով իրենց մասին։ Ինչի հետևանքով հաճախակի է դիտում կարիեսի խնդիրը եւ վախենում են դիմել ատամնաբուժի, որովհետեւ մտածում են նույն ռենտգենը կամ բուժումը կարող է վատ ազդել, փոքրիկի համար։ Ձգում են միջև վերջին պահը, բայց պետք չի նման բան անել, եթե կա ցավ ժամանակին պետք է դիմել ատամնաբուժական պրակտիկայում կիրառվող գրեթե բոլոր դեղորայքները համատեղելի են, սկսած անզգայացումից վերջացրած բուժումով։ Այնպես որ սիրելի մայրիկներ, կրծքով կերակրման ընթացքում խորհուրդ տանք, որ չմոռանան նաև իրենց առողջության մասին, ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության մասին։ Երեխաների առողջության հատվածին անդրադառնալով եւս մի վարկած, որը քննարկվում է երեխաների ստորին ծնոտի թեր զարգացման հարցն է, եթե նրանք ԿԽՀ կաթնախառնուրդ են օգտագործում, սա եւս արդյոք հաստատվել է թե ոչ, որովհետեւ տեսնում են, որ վերջին տարիներին ծնված երեխաների ստորին ծնոտը կարծես ավելի հետ է եւ այսպես ընդհանուր կառուցվածքը փոփոխության է ենթարկվում։ Կա այստեղ ճշմարտացիություն, որ սա կապված է կրծքով կերակրման հետ թե ոչ։ Որ պակասել է կրծքով կերակրումը դրանով, թե կրծքով կերակրման ժամանակ աշխատում է աննկարագրելի շատ քանակության մկաններ։ Լեզվի մկաներից սկսած թուշիկները, ստորին հատվածը ծնոտի, ինչի շնորհիվ ոչ մի ծծակ, ոչ մի շիշ նման աշխատանք չի իրականացնում։ Ծծակը ինքը բունտ սեղմում է պարզապես երեխան։ Եթե երեխան կերակրվում է շշով, այս դեպքում գոնե լրացուցիչ ակտիվացնելու համար անհրաժեշտություն կա ծծակ օգտագործելու, բայց էլի օրթոդոնտիկ տարբերակները երևի թե որոնք ավելի ճիշտ կլինեն օգտագործել, որպեսզի դիմացնոտայինը ճիշտ զարգանա։ Եվ այս դեպքում շատ կարևոր է նաև նշել, որ ծծակները չպիտի 3-4 տարեկան երեխան ծծակողման գա։ Այդ ոչ մի ազդեցություն չի թողնելու, հակառակ ատամնաբուժերը նշում են, որ մինչև 10 ամսեկանը ցանկալի է ծծակի օգտագործումը դադարեցնել, որպեսզի կաթնատամները դուրս գալուց շեղվածություն չառաջանա եւ ինքը ծծակը չպիտի ճիշտ ձևով ենթարկվի։ Չմոռանանք նաեւ այն փաստը, որ կրծքով կերակրում ինքը 24 ժամ կրծքի վրա չի ավելի մեծ տարիքի երեխան։ Իսկ ծծակը սովորաբար
երբ որ տեսնում եք երեխան, որ շշով է կերակրվել կամ ծծակ ունի, ինքը պարբերաբար ձեռքի տակ կամ դոշիկի ցած կախված վիճակում է ու պարբերաբար դնում է ծծում է ցանկացած անհանգիստ վիճակում սովորության մակարդակի, ինչի հետևանքով արդեն քիմքն է ավելի խորանում, որը հետագայում օրինակ կարա բերի ձայների խոսակցական խնդիրների, այսինքն հնչյունների արտաբերման վրա ազդեցություն կարող թողնի։ Ընդհանուր հետազոտության վերաբերյալ ճիշտն ասած չեմ կարող ասել, չեմ հանդիպել, որ շշով կերակրվողների մոտ ավելի փոքր է ստորին ծնոտը, կարդամ։ Շատ կարևոր է նաև այն գործընթացը, թե ինչպես է լինում դադարը կրծքով կերակրման, բայց մինչ դրան անդրադառնալը ճիշտ ենք, արդյոք կա որևէ օպտիմալ ժամանակահատված, թե որքան պիտի երեխան կրծքով սնուցումը ստանա, թե սա շատ ինդիվիդուալ է եւ կախված յուրաքանչյուր դեպքից ծնողն ինքն է ընտրում։ Տեսեք, ԱՀԿ-ն UNICEF-ի հետ համատեղ իրենք ասում են, երեխան պետք է կերակրվի բացառապես կրծքի կաթով առաջին 6 ամիսների ընթացքում եւ շարունակի կրծքով կերակրումը 2 տարի եւ ավել մայրիկի եւ փոքրիկի փոխհամաձայնությամբ։ Հետազոտություններով ցույց է տված, որ երեխան ինչքան երկար կերակրվում է, այնքան իր IQ-ի մակարդակը իրականում ավելի բարձր է լինում։ Որտեղ է բանալիներից մեկը։ Բայց կան իրավիճակներ, երբ մայրիկի մոտ կամ երեխան կարող է ինքը հրաժարվել կրծքից 1 տարեկանին մոտ սովորաբար դա ավելի բնորոշ է 9-ից 10 ամսական ժամանակաշրջանում, որը եւս 3-4 ամսական կեղծ հրաժարման տարբերակով է, ու եթե օրինակ մայրիկը այդ ժամանակ չպայքարի, կգնան որպես հիմնական կրծքով սնուցման ավարտ։ Ըստ ինձ կերակրումը պետք է դադարեցնել այն ժամանակաշրջանում, երբ պատրաստ է եւ մայրիկը եւ փոքրիկը, որովհետեւ շատ դեպքերում երբեմն լինում է իրավիճակ, երբ որ երեխան արդեն լիարժեք պատրաստ է, այսինքն ինքը հանգիստ քնում է առանց կրծքի, ինքը չի պահանջում, ամեն ինչ կարգավորված է, բայց մայրիկը հոգեպես եւ ֆիզիկապես դեռ պատրաստ չի երեխային բաց թողնելու պահն։ Այո, դրա հետ մեկտեղ էլ կա հակառակը, երբ որ մայրիկը պատրաստ է, բայց փոքրիկը դեռ լիարժեք մայրիկից պատրաստ չի անցնել, հրաժարվել, չկերակրվել, հատկապես 1 տարեկանից հետո կրծքով սնուցումը ոչ միայն էներգիայի աղբյուր է, ինքը այլ նաև որոշակի ժամանակաշրջան է, երբ մաման ու բալիկը իրար հետ են, մենակ են, առանձին են, իրենց սիրո դրսևորման տարբերակ է, երբ որ երեխան ինքը այդ սիրո զգացումը ստանում է նաև այլ տարբերակով, ու մամայի ուշադրությունը ստանում այլ տարբերակով, այլ ոչ թե մենակ կրծքով կերակրման ընթացքում, ինքը միշտ ավելի հեշտությամբ է գնում դեպի ավարտը, իսկ երբ դա չկա, այսինքն սահմանները չկան, երեխան 1-ից մեծ 1.5 տարեկան գնում են հյուր, երեխան անընդհատ գալիս է, շորերն է քաշքշում, սահման չկա մամայի մարմնի ու փոքրիկի մարմնի, այսինքն իրենք դեռ իրենց զգում են մեկ ամբողջություն, այդ ժամանակաշրջանում միշտ ավելի դժվար է դադարեցնելը։ Մայրիկը շատ դեպքերում այդ ժամանակ նեղվում է, կողքից են ասում, դե բա հերիք ա կերակրես եւ այլն, ինչի հետևանքով ինքը կողքինների կարծիքից դրդված որոշում է, որ պետքա դադարեցնի, բայց քանի որ ոչ ինքն է այդ ժամանակաշրջանում պատրաստ, ոչ փոքրիկն է պատրաստ, որտեղ ինքը միջև այդ անընդհատ կերել է։ Բարդ է տրվում այդ գործընթացը շատ դժվարանում է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է որոշակի ժամանակաշրջանից սկսել սահմաններ գծել։ Հստակ իմանալ, եթե սկզբի շրջանում դա պահանջ է էներգիայի համար, սննդի համար, 1-ից հետո հիմնականում դա ավելի շատ դրսևորում է կապի, բայց դա չի նշանակում, որ օրինակ եթե երեխան հիվանդ լինի այդ ընթացքում, մամայի օրգանիզմում արտադրվող կաթը լինելու է էլի այնպիսին, որը անհրաժեշտ է լինելու իր փոքրիկի համար։ Հիվանդ է հակամարմինները էլի ավելի շատ կլինեն։ Մեր կաթը երբեք իր ակտուալությունը չի կորցնում։ Անկախ տարիքից։ Այո, անկախ տարիքից ինքը ջուր չի դառնում։ Ինքը այն է, ինչ որ պետք է մեր փոքրիկի համար։ Ամեն տարիքին համապատասխան, ամեն պահանջին համապատասխան։ Ցավոք լինում են իրավիճակներ կյանքում, որ մայրիկը առողջական խնդրի պատճառով պիտի անհապաղ դադարեցնի կրծքով կերակրումը, դա իրապես բավականին եւ հոգեբանորեն եւ ֆիզիկական իմաստով բարդ է տրվում։ Ինչ խորհուրդներ կտաք այս ընթացքում, որտեվ սովորաբար դեղորայքային միջոցն է խորհուրդ տրվում, ինչը շատ բացասական է անդրադառնում։ Կասեք այս պարագայում ինչպես ավելի հեշտ կարողանան կազմակերպել դադարեցումը։ Ամենաառաջնայինը մեղքի զգացում չունենա։ Որտեվ եթե լինի մեղքի զգացումը, միևնույնն է մամային շատ դժվար է լինելու։ Տեղից էլ ինքը պատրաստ չի դադարեցմանը, ու եթե ինքը այդ ընթացքում ստանա մեղքի զգացում, իրեն մեղադրեն, ինքն իրեն մեղադրի, իրեն կողքից մեղադրեն, էլ ավելի դժվար է լինելու։ Սովորաբար դեղորայքով դադարեցումը նախընտրելի է, երբ
պրոլակտինի մակարդակը բարձր է լինում։ Այդ առաջին 6-8 շաբաթների ընթացքում, երբ գնում է լակտացիայի կարգավորման ժամանակաշրջանը։ Դրանից հետո դադարեցումը, եթե պետք է լինի, անկախ նրանից կտրուկ լինելու, այս դեպքում ցանկալի չի իհարկե կտրուկ տարբերակով լինի, բայց միևնույնն է, պահանջարկ առաջարկ մեխանիզմն է գործում։ Այսինքն, եթե մաման դադարեցրել է, որոշել է, որ էլ չի կերակրելու, կրծքերը լցվել են, պարզապես զուտ, թեթև նուրբ կթել, մի փոքր մերսել, սառը դնել ու թողնել հանգիստ։ Պահանջարկ առաջարկ մեխանիզմի սկզբունքով, այսինքն կրծքից քիչ է դուրս եկել, ավելի հազվադեպ է դուրս եկել, օրգանիզմը հասկանում է, որ այդքան կարիք չկա, ինքը քիչ հետ կգնա։ Այս պարագայում դեղորայքի օգտագործումը ինքը անարդյունավետ է, որովհետև փաստացի դեղորայքը հաստում է դոպամինի ընկալիչների վրա, որի հետևանքով պրոլակտինի քանակությունը պետք է իջնի, բայց քանի որ 1 տարեկանից հետո տենց բարձր մակարդակ չկա պրոլակտինի, կուրծքը միևնույն է նույն ձևի լցված է մնալու։ Ինքը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Հորմոնալ մակարդակում թողնում, չհաշված կողմնակի ազդեցությունները, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտներ, փսխումներ, այդ ամեն ինչ կողմնակի ազդեցություններն է լինելու։ Դրա համար պարզապես, եթե հնարավորություն կա, այսինքն եթե ինքը դեղորայքը օգտագործումը, որը համատեղելի չի ու չպիտի արդեն այդ ընթացքում կերակրի, պարզապես կարա 1-2 շաբաթվա ընթացքում կթելու տարբերակով, կարճ ինտերվալներով, քիչ-քիչ բերի ֆիզիոլոգիական ավարտի, որը ամենաֆիզիոլոգիական, ամենահարմար տարբերակն է, համ մամայի օրգանիզմի համար, համ բուժում ստանալու համար։ Մենք խոսեցինք շատ որոշ իմաստով ֆիզիկական, բժշկական, կլինիկական տեսանկյունից, բայց շատ են իրավիճակները, երբ բավականին մեծ է հոգեբանական ծանր իրավիճակը, հատկապես երբ մայրիկներն ունենում են հետծննդաբերական դեպրեսիվ վիճակ եւ այս դեպրեսիան թույլ չի տալիս ընդհանրապես կենտրոնանալ կամ կրծքով կերակրման գործընթացը հնարավորինս լավ կազմակերպել։ Արդյոք կրծքով սնուցման մասնագետը այս հարցերին եւս անդրադառնում է եւ ինչպես կարելի է նաեւ այս իրավիճակում օգնել։ Որպես այդպիսին կրծքով սնուցման մասնագետը ինքը աջակցող մասնագետ է։ Ինքը կարա որոշակի չափով օգնությունը ցուցաբերի, բայց եկեք ռեալ նայենք, հետծննդաբերական դեպրեսիան դա ծանր խնդիր է։ Այս դեպքում ճիշտը դիմել է հենց պերինատալ հոգեբանի, ով աշխատում է, հոգեբանի հոգեթերապևտի, ով աշխատել է, ով մաքսիմալ աջակցությունը ճիշտ ձևով է կազմակերպելու։ Էլի սնուցման մասնագետը օգնի, աջակցի, բացատրի, բայց երբեմն իրավիճակ է լինում, երբ մաման կենտրոնացած է, իրեն թվում է, որ բավարար չի, ինչքան դու բացատրում ես, բայց դա արդեն հոգեբանական կարծես կերտվածքի մեջ լինի, որ ինքը ուզում է ամեն ինչ ֆիքսի, կիպերֆիքսացիա է լինում ու դա իրականում հետագայում վերելու է ավելի շատ խորացնելու է խնդիրը։ Փաստացի դու այդ ժամանակ ոչ կարողանալ ես մայրիկին օգնես, ոչ փոքրիկին օգնես, ու այս դեպքում ճիշտը հոգեթերապևտի հետ աշխատելն է, որը մաքսիմալ ավելի ճիշտ կուղորդի մայրիկին իր հետ աշխատելուց համատեղ աշխատանքի դեպքում, այս դեպքում համ համատեղ հոգեթերապևտը կարող է աշխատել, համ մանկաբույժը աշխատի եւ կրծքով սնուցման մասնագետը աշխատի, որի շնորհիվ համ մայրիկ բալիկ ձիադան լիարժեք դրական արդյունք կստանա։ Որտեվ կարծես այդ ներդաշնակությունը բալիկի հետ, թեկուզ այդ ամրագծման գործընթացը հենց չի ստացվում, ու նույնիսկ եթե ֆիզիոլոգիական իմաստով ստացվում է, բայց կարծես ցավացնի դա ու այստեղ այդ կարևոր հարցն է առաջանում, արդյոք պիտի կերակրելը ցավ պատճառի մայրիկին, կերակրումը հետևապես ինչ որ մի ուրիշ խնդիր ու սխալ է այստեղ թե ոչ։ Տեսեք, գիտեք, կերակրումը ինքը պետք է լինի անցավ։ Հնարավոր է սկզբի շրջանում, հատկապես առաջնածին մամաների մոտ, երբ որ երեխան նոր է, ամրակցվում, առաջին օրվա ընթացքում ինքը կարա որոշակի չափով դիսկոմֆորտի զգացողություն լինի, բայց ինքը մշտական ցավ չպիտի լինի։ Երբեմն մայրիկներ կան, որոնք ունեն գերզգայուն կուրծք։ Եվ կա նաև նմանատիպ breastfeeding aversion հասկացողություն, երբ մամայի մոտ կա անտանելություն կրծքով սնուցման նկատմամբ։ Ինքը կարա լինի։ Սովորաբար առավել բնորոշ է 1 տարեկանից բարձր երեխաներին երկարատև կրծքով կերակրող մայրիկների մոտ, կարա լինի հորմոնալ փոփոխությունների ընթացքում, մայրիկի մոտ դա ստանա, ինքը կարա օրինակ ավելի ցավոտ լինի, ավելի անտանելի լինի կերակրումը, ինքը միջև այդ ցավ չուներ այդ ժամանակաշրջանում,
դաշտանի ժամանակ օրինակ իր մոտ արտահայտված ցավ լինի պտուկների շրջանում, որը եթե նաև կողքից ավելանա հետծննդաբերական դեպրեսիան, լարվածությունը, ստրեսը կբերի նրան, որ մայրիկը կարա ձգտի ավելի շուտ դադարեցնի կրծքով կերակրումը, որովհետև իրեն թվում է, որ ցավը մշտական է լինելու։ Շատ դեպքերում օրինակ հղիության ընթացքում կրծքով կերակրման ժամանակ առաջին երամսյակում եւս կարա լինի նմանատիպ անտանելություն։ Քեզ թվում է, որ ասեղներով ծակեն կամ նման զգացողություն է։ Դու համ գիտակցում ես, որ քո փոքրիկը փոքր է, ինքը դեռ պետք է ուտի, բայց դրա հետ մեկտեղ այդ անտանելությունը վախ կա, վախի զգացողություն է, հուզմունք, լարվածություն է, ինչի հետևանքով դու ուզում ես չկերակրես։ Եվ արդեն եթե կա վնասվածք պտուկների շրջանում, որը ճիշտ չի շտկվել, մայրիկը շարունակում է ցավով, սխալ դիրքով կերակրել, դա եւս կարա բերի իր մոտ լարվածության, դեպրեսիա առաջացմանը, որովհետեւ քո պատկերացումները այլ են, բոլորը նկարագրում են, որ երբ որ կերակրում ես, շատ գեղեցիկ զգացում, վերկրանքն ես եւ այլն, բայց այդ պահին դու այդ զգացողությունը չես ունում, դու մտածում ես, որ ինչ որ մի բան այն չի, ինչ որ մի բան փչացած է, ինչ որ մի բան սխալ է, ու անընդհատ դու քեզ մեջ ես դա գտնում։ Այդ առումով շատ կարեւոր է իհարկե աշխատել համ մասնագետի հետ, ու եթե դիրքի շտկումից հետո նման դրական արդյունք չես ստանում, այսինքն մտքերը անընդհատ լողում են տարբեր բաների մասին ես մտածում, դիմել պերինատալ հոգեբանի երևի թե ամենաճիշտ տարբերակն է այդ առումով եւ ընտանիքի աջակցությունը։ Այո, ոչ պակաս կարևոր, ամենաայսպես հիմնակարային հարցերից է։ Որտեվ մի բան է, երբ որ դու գնում ես բացատրում ես մայրիկի հետ, խոսում ես մայրիկը ասում է, հա, այո, ես համաձայն եմ ձեզ այդ ամեն ինչ լավ է, բայց գնում ա տուն։ Տատիկը, պապիկը, մնացած բարեկամները ասում են, դե արի ծծակ տանք։ Երեխան լացում է, երեխան սոված է։ Ինչքան էլ դու իմանաս, որ այդ նորմալ շրջան է, ինքը կարա լացի, բայց միևնույն է, երբ որ կողքից անընդհատ շեշտում է, որ ինչ-որ մի բան պակաս է եւ այլն, ինքը ճնշում է քեզ։ Անդրադառնանք նաև սննդին, որը էլի ոչ պակաս տարընկալման, թեմաներից մեկն է, ու շատ հետաքրքիր է, որ չնայած դրան, որ կաթը որպես այդպեսին, եթե չեմ սխալվում, դուք ինձ ուղեք 500-ից ավել բաներ ունի, էլեմենտներ ունի որպես այդպեսին իր մեջ, ի տարբերություն կաթնախառնուրդի, որը չգիտեմ, մաքսիմում կարող 40 քանի ինչ որ բաղադրիչ ունենա, ինչ որ օգտակար հատկություն ունենա եւ այլն։ Ամեն դեպքում այս սննդի մասով շատ են նաև էլի մայրերին ճնշում, որ դու պետք է անպայման սա այս փոխես, 2 անգամ ավել ուտես, այս մի սննդից հրաժարվես, որին դու մինչ այդ շատ սովոր էիր եւ այլն։ Այս տեսանկյունից ընդհանրապես ինչ տեղ է զբաղեցնում կրծքով կերակրման մայրիկի սննդակարգը։ Արդյոք այստեղ ինչ որ փոփոխություններ պետք է անել թե ոչ։ Կրծքով սնուցման դիետա սննդակարգ հասկացողություն չկա։ Մայրիկը պետք է ուտի առողջ, բալանսավորված։ Այստեղ 2 հոգու փոխարեն պետք չի ուտել, որովհետև այդ տարբերակով միայն մամայի քաշն ավելանալու, դա էլ լրացուցիչ իր համար ճնշում է գործադրելու իր վրա, թե ինչի եմ ես չաղանում, որովհետև տեղացել հղիությունից հետո իրանք նպատակ ունեն հիմնականում ավելի շուտ վերականգնվել։ Այստեղ կարևոր է նշել, որ կաթ արտադրելու վրա մեր օրգանիզմում միջինում ծախսվում է 400-ից 600 կիլոկալորիա։ Այսինքն, եթե մաման նորմալ առողջ բալանսավորված սնվի, ինքը հանգիստ կարող է վերականգնել իր նախածննդյան կառուցվածքը։ Սնուցման հետ կապված մայրիկի որևէ իրականում սահմանափակում չկա։ Պետք է պարզապես սնվել առողջ, չօգտագործել գազավորված հեղուկներ, որովհետև ում դեպքում դա ցանկալի չի։ Շաքարը մի քիչ ավելի քիչ քանակությամբ սովորական առօրյայում էլ ցանկալի չի։ Այո, ոնց առողջ սովորական սնունդ պետք է օգտագործել։ Պարզապես հնարավոր է սկզբի շրջանում, երբ որ դեռ նոր է մայրիկը ծննդաբերել, արգանդը դեռ որոշակի չափով ավելի բարձր է տեղակայված, փորկապություն, փորլուծություն, գազեր առաջացնող մթերքներ չօգտագործի զուտ իր համար, որ իրեն կոմֆորտ լինի աղները դատարկել։ Մնացած ամեն ինչ ինքը հանգիստ կարող է օգտագործել։ Եվ հետագայում իրականում կա սննդային սուր ալերգենների ութնյակը։ Կաթնամթերք, ձուկ, սոյան, ծովամթերքը, արախիսը, ընդեղենը եւ գլուտենը։ Այդ մթերքները օգտագործելիս պարզապես մի փոքր ավելի ուշադիր իրար չի խառնում այդ մթերքները եւ օգտագործելուց հետեւում է փոքրիկին։ Պարտադիր չի երեխան վրա ցան լինի, որ ասեն, վայ, երեխայի մոտ ալերգիա է։ Ալերգիայի դրսևորումները կարող են լինել փսխումների տարբերակով, կեղտի գույնի փոփոխությամբ, կոլիկաները ավելի ակտիվ լինեն,
բոլորը ալերգիայի դրսևորումներն են։ Եթե մայրիկը նկատեց, օրինակ ինչ-որ մթերքից փոքրիկի մոտ նման երևույթներից 2-3 1-2 շաբաթ բացառում է, 1-2 շաբաթից նույնիսկ կարող օգտագործի։ Հիմնականում երեխան էտապային է, ինքը միանգամից կարգավորվում ու անհրաժեշտություն չի լինում խիստ սահմանափակման եւ նույն տարբերակի վերաբերյալ եւս հետազոտություն կա, ըստ որի մայրիկների երկու խմբի էին բաժանել մայրիկներին հղիության եւ հետծննդաբերական շրջանում։ Մի խումբ մայրիկները հղիության եւ հետծննդաբերական շրջանում օգտագործում էին ամեն օր կամ օրը մեջ տարբերակով գազարի հյութ բնական, մյուս խումբը չէր օգտագործում եւ երեխաների հավելյալը սկսելիս 6 ամսեկանից այն մայրիկները, ովքեր օգտագործում են գազարի հյութ, երեխաները ավելի մեծ հաճույքով էին ուտում գազարը, քան այն փոքրիկները, որոնց մայրիկները չէին օգտագործում։ Այսինքն, եթե դուք ինչ-որ մթերքի հանդեպ ուզում եք, որ ձեր փոքրիկ ունենա մեծ սեր, օգտագործեք դա։ Այսինքն, ինչ դուք սիրում եք, ինչ ձեր փոքրիկն է սիրում, այսինքն դա հիմք է հանդիսանում ընտանեկան սեղանին անցնելու համար ավելի հարմար տարբերակ է լինում փոքրիկների համար։ Շնորհակալություն բժշկուհի մանրամասն այսպես նկարագրելու եւ օգտակար խորհուրդներ տալու համար եւ վերջում մեր մշտական հարցը որն է հենց ձեզ համար ձեր առողջ լինելու բանաձևը։ Առողջ լինելու բանաձևը երևի թե հոգեպես առողջ լինելը առաջնայինն է։ Լավ քուն, որը երեխաների հետ սկզբի շրջանում մի քիչ ավելի դժվար է տրվում, եւ իրականում իրոք հոգեպես առողջ լինելը ամենաառաջնայինն է։ Շնորհակալություն։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ։ Ցտեսություն։